Ես ողջունում եմ բոլորիդ։ Գիտեք, չի ուզում ընդհանրապես նկարահանել այս տեսահոլովակը ինձ մտադրություն չունեի, բայց քանի որ գրում եք, արդեն ճիշտն ասած հոգնեցի այդ կարդալով, ուզում եմ երկու բառ ասել։ Հայ ազգ, մի քիչ ուշքի եկեք, էլի խնդրում եմ։ Դուք երբ եք ընդհանրապես հասունանալու մի փոքր։ Իսկապես, արդեն էլ հնար չկա, ես այս ամեն ինչի նայելով արդեն այն աստիճան հուսահատության մեջ եմ, որ չեք պատկերացնում։ Լսեք, ուրեմն առաջինը Բաքվում այդ տեղի ունեցող դատի մասին եւ այլն։ Ես ես նորից եմ ասում, որ այդ մարդիկ կգան իրանց ծուղակը։ Նախ եւ առաջ չեմ ասի, թե որտեղից ես գիտեմ, որովհետեւ ես գիտեմ մարդկանց, որոնք այդ բազայում աշխատել են ու շատ բան կա, որը ես չեմ կարող հիմա բացահայտել, ասել, իսկապես չեմ կարող։ Դա հիմա արդեն կարևորել չի, ճիշտն ասած, որ կարևորություն ունենար ուրիշ բան, բայց ուղղակի բացատրում եմ, որ այս եռյակը Ալիև, ուրեմն Քաքինյան եւ Արայիկ որոշել են, որ Արցախը տան, որովհետեւ Արայիկը նախ եւ առաջ իր բոլոր այդ բիզնեսը վաճառել է, ինչ որ ունեցվածք է ունեցել, երկրորդը Շուշիի բանկերից ողջ դրամը հանել տարել են, ոչ թե մեր պատմական թանգարաններից են արժեքները, որ մեր ազգի համար մեծ ուրեմն կարևորություն ունեն, ոչ, փողն են տարել, ոսկին են տարել, Հայաստանում ապրող հայերը, Սյունիքում ապրող հայերը, որ գետինը մտնեն ավելի լավ քան հայ կոչվեն այդքան բանից հետո, ուրեմն ավտոներով, երբ որ տալիս էին Բերձորը եւ այլն, ավտոներով գնում են, տներն են մտնում մարդկանց, ունեցվածքը բարձում ու տանում են, ասում են մեկա թուրքերը գալու են, ինչի համար թողանք, պատկերացնում եք ինչ են անում այդ մարդ կոչեցյալները, հետո Արայիկ եւ մնացածները հորդորել են, որ բերձորցիները տները չվառեն, ով որ տունը վառեց, Հայաստանում տուն չենք տալու, ինչի համար, որովհետեւ Ալիև ամեն տան համար 60,000 թե 6,000, ես չեմ կարող հիմա ճիշտն ասել, դոլար էր տվել Արայիկին, քանի որ նորից սարքել պետք չէր, այդ դժվար թե 60,000, երևի 6,000 ավելի ճիշտ է եղել։ Փող են տվել ու Հայաստանում խափելով, որ Հայաստանում տուն ենք տալու, Հայաստանում տուն տվեցին արցախցիներին, իհարկե ոչ։ Մարդիկ իրանց երեխաների գերեզմանները փորեցին, հանեցին, բերեցին Հայաստան։ Հայաստանում ապրող ժողովուրդ կոչեցյալը ատելության բլի, ոնց որ իմ տատի ժամանակ փախստականներին, անտեր գաղթականներ, անտեր շներ, անտեր Ղարաբաղցիներ, էդ եք դուք։ Ինչի եք նեղանում, գուցե դուք մի քիչ ձեզ ինքնակնդադատ եք, ավելի լավ չի լինի, դուք տականք եք ու սրիկա եք, նորից եմ ասում, Հայաստանում ապրող մեծամասնությունը, 10-15% մարդ են, ազգ են, են էլ բոլորը եղեռնից փրկվածների շարավիղներն են, ասում եմ ինչպես կա, հիմա ուզում եք հավատացեք, ուզում եք սատկեք, ճշմարտությունն է դա, հեն տալիս է, հեն Սյունիքն էլ է տալիս, բոլորը պետք է տա, հերթով տալով գնում է այդ մարդը, հիմա Ուրեմն դա թատրոն է այս հիմար ժողովրդի գլխին։ Նախ եւ առաջ որ նրանք Բաքվում թուրք կնիկ ունեցողներն են գնացել, ասելով որ հայերը երազում էին Ալիևի հետ ապրեն, թուրքերի հետ ապրեն, Վարդանյանն է ուրեմն խանգար է, ու ամենածիծաղելին այն է, որ թուրքերը իրանք էլ չեն հավատում այդ հեքիաթներին, իրանք է գիտեն հիանալի հայերնով են, ու գիտեն, որ հայերը երբեք իրանց հետ չեն ուզեցել ապրել ուզեցող հայերը մի մարդու պես չեն վեր կենա ու գային, այդ մենք ենք Սփյուռքից ենք հորդորում, խնդրում ենք, աղաչում ենք, որ ժողովուրդ դուրս եկեք, մի մնացեք, ձեզ ոչնչացնելու են, դե արդեն զենքը տվել էին, Արցախի նախագահը ուրախ գնաց Արցախը նվիրեց լուծարեց տվեց թուրքի ձեռը, էլ հայերը մնային ինչ անեին, մորթվելու ժամանակներ հասել, ուրիշ ոչ մի բանի, հասկանում եք դուք, ես չեմ կարող Ղարաբաղցիներին ներել, արցախցիներին, կապ չունի, իրանց վախկոտությունը, լսեք, որն է հերոս գեներալը ընկել է ուրեմն թուրքի ձեռը, Գերիանգ է, Գերիանգը, ուրեմն 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 Գ
Հերոս գեներալը չէր կարողանում մի հատ ռիսկի դիմեր գնար ճակատից մեխեր սատկացներ Արայի Կոչեցյալին ու փրկեր Արցախը, Հայաստանը նույնպես։ Այդ Վարդանյանը քանի անգամ էր ասում մենք չենք հանձնվելու, մենք չենք տալու, Վարդանյանը հնարավորություն չուներ։ Փողով կառներ ողջ այդ մուսորներին Արայիկի կողքի փողով բոլորին մի քաշ ոսկի կտար ամեն մեկին կմտնեն Արայիկին իրան կսատկացնեին հենց այդ իրանց կաբինետում հենց այդ կաբինետում կսատկացնեին Արայիկին դուրս կգային չարեցին հասկանում եք ոչ մեկ խիզախություն ցույց չցուցաբերեց ոչ մեկ ռիսկի չգնաց ոչ մեկ ոչինչ չարեց հանգիստ սպասում էին Արցախի մի դարպասը փագեցին մյուս կողմից փագեցին մարդկանց քաշքշելով տանում էին գերի կրակում էին վրենները ուրեմն ինչ ուզում են անում են հասկանում եք անտեր ազգ ոչ օրենքով ոչ ինչ որ մի ձևով մի մարդը չի կարող հողերը բաժանել իրավունք չունի երկրից միթիս հող տալու համար հազարավոր ես իմ ռեֆերենդումներ են կազմակերպում որ դա տան այս մարդ Կոչեցյալը գնում է ստորագրում է նվիրում է ամենակարևորը սրա համար գիտեք ինչն է որ թուրքը ոտը դնի գա մտնի այդտեղ մնացածը հեչ թուրքը մտավ էլ դուս չես անելու նա հոգի հիանալի որ հետո ասի դե ես ինչ արեցի չէ հետո կպտտացնի էլի դեբիլացնի այս ժեխերին մի բան կհորինի ոնց են ասում են ֆռացնի գեղավարի գավառական ֆռուցները կգցի էս եմ արեն եմ անեսուտ են ասում ես ոչ բան չեմ ասի հələ սկզբից ասեց Արցախ Ղարաբաղը Ադրբեջանի կազմն է ժողովուրդը դուրս եկան Ալեն Սիմոնյանը բունկերից ոռը ճղմեր ասում այտենց բան չի ասել դուք սխալ եք հասկացել հետո արդեն նագլիորեն արդեն լպիրջ լկտիորեն ասին հա իրա կազմն է Բաքվից են երեխեքին կտրտած բերում էին կտրտած կտոր արած բերում էին որ հողին հանձնեն Ալեն Սիմոնյանը լկտիաբար ադրբեջանական երգեր դրած իրանց դաչում նստած տժժում էր դեռ Արցախի կռիվը թեժ ոչ մեկ չգիտեր ինչ է լինելու վաղը Ալեն Սիմոնյանը գնացել էր Կիպրոսում դիսկոտեկա էր պար էր գալի դուք հասկանում եք սրանց լկտիությունը այսինքն սրանք ցույց են տալի թքած ունենք ձեր վրա Ձեր վարչապետ Կոչեցյալի պորնիկը իր լակոտների հետ գնացել էր Աֆրիկա ու այն օրը որ Արցախը հանձնվել էր այնտեղ նկարներ էին գցել ուրախ ոնց են ժպտում դա արհամարանքը հասկանում եք ուզում ասի թքել եմ ձեր վրա ավելի կոպիտ ասեմ ցռած ունեմ ձեր վրա կներեք եք տենց ասում այդ մարդը բարձացել է երաբլուր ականջողները ուրեմն բանի Թալյաթի նկարները կպցրած Թուրքիայի Էրդողանի կնգա քամակը բռնած պաչպչելով մարդուկնիկ հիացած ուրախացած գժվեց նրա գրքերը բռնած ուրախացին էս անասունի ծնունդները այն մարդակ էր Էրդողանի ու նրա կնգա մարդակ որ մարդ են ուտում Եթե դուք հայ ազգ կոչվելով Հայաստանում նստած ոչինչ չարեցիք դուք ինչ իրավունք ունեք ինչ որ մեկին մեղադրեք Ռուսաստանը ինչի չարեց Պարսկա ինչի պետք է աներ ինչի պետք է Ռուսաստանը իր կռիվը թողած գար ձեզ համար կռվի Ռուսաստանը ինչ ասես արեց էլ զենք տվեց այսքան օրը ցույց են տալիս Հայաստանում ինտերվյու են վերցնում մի անասուն բիձ ասեց դուք չեք հասկանում Նիկոլը մեզ փրկեց որ Նիկոլը չլեր հիմի պետք է լինենք Ռուսաստանի գուբերնիա ուզում եմ ասել այ անասունի ծնունդ այ քարդիշուն որ քո երկրի կեսը տվել է այդ ոչինչ չեն նկատում ես մարդիկ իբր բան չի պատահի գիտեք արցախցիները 120,000 վերընկած մի հատ մեթի գլուխ ջարդեցիք այնտեղ մեկի տունը վառեցիք ձեր տները վառեցիք եկաք ձեզ տնավեր արեցին ձեր առնելով ման են գալ մի բան արեցիք դուք վրեժ լուծեցիք թքեմ ձեր վրա դուք են արցախցիների այն բանի պես պարավի պես որ ասեց մեռնես Դավիթ հողը ինչ մահստանի քեզ դու են առուց մհերի որդին պետք է լինես հիմա ես ձեզ ասում եմ դուք են առուց արցախցիների որդիներն եք թե թուրքի խիարներ եք ով եք դուք ընդհանրապես սուսուփուս մի ձայն չեն հանում ընդհակառակը գնում են բան են զանգում ոստիկանություն եթե հանկարծ ինչ որ մեկը ասեց որ արցախցիները թող դուրս գան կամ մի բան ոստիկանություն ուզում են մեզ հանեն արցախցիներին 2 կոպեկ որ
լափ են ստանան, դրա պատճառով պատրաստ են եւ գերեզման վաճառել, եւ երեխու հիշատակ, ամեն ինչ, սրանք մարդ չեն, էլի։ Ծնողները հանգիստ նստած են գերության մեջ գտնվողներ, դու գիտեք թե ով որ անհայտ կորածան նա գերության մեջ չի։ Իհարկե, բայց ծնողները մի բան ասեցին, ոչ։ Ընդհանրապես սուսուփուզն հլագնացեք հարցրեցեք այդ ծնողներին։ Մոտենում են ասում են ձեզ օգնություն պետք է։ Մի մոտեցեք։ Մենք քաղաքականությունը չենք զբաղվում։ Գնացեք ստեղից։ Դե որ չեք զբաղվում, սև հողի տակ գնացեք տներում վեր ընկեք դե։ Դուք ոչ բանով անասուններ քաղաքականությունը ինչ կապ ունի հայրենիքիդ հետ, անասուն։ Երեխու տանում մորթում են, դուք քաղաքականությամբ չես զբաղվում։ Դուք պատկերացնում եք ինչքան վախկոտ, ինչքան փոքր օքի, ինչքան այն ուտող խմող լափող կենթանիներ են։ Գառնիում գնացիք, լափեցիք, ամոթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ գանձերի մեջ է մտնում գառնին։ Գետինը մտնել ավելի լավ էր, քան գառնիում գնացել հարսանիք են անում։ Այն օրերին, երբ որ Արցախից դեռ բերում ու ձեր երեխեքին այդ պարկերի մեջ գցած, այդ երեխեքը փթում էին այդ բանում, նկուղներում, այդ աստիճան այլանդակություն, այդ աստիճան ոչ հարգալից վերաբերվում։ Դուք տեսել եք մի ազգի մեջ իր զինվորին, գնացին քանդեցին, դպրոցներից նկարներ հանեցին, բա որ ասում են դուք թուրք եք, ինչ եք նեղանում, որ ասում եմ Էրմանիստանը եք նեղանում, սուտ եմ ասում։ Մի հատ դպրոցի դիրեկտոր կանգնեց, ասեց. հարգելի ուսուցիչներ, եկեք սենց պայմանավորվենք, կամ մենք փակում ենք դպրոցը, սաղս դուրս են գալիս, կամ էլ այս տղերքի նկարները պիտի մնան։ Հələ տես մի բան ասելու են նրանց, ոչ, բայց ամեն մեկը համակերպվեց իր փողի համար, ասեց, հա դե բան չկա, մի ինչ անենք։ Դե թող հանեն դրանից ինչ ա լինում, տականքներ, դուք ազգ չեք։ Դուք մի ասեք, որ դուք ազգ, ձեզ չի ներվելու սա։ Ոչ միայն ինձ, մենք ձեզ արհամարում ենք, սփյուռքը ձեզ արհամարում է, դուք չեք տենում։ Դուք սատկելու եք առանց սփյուռքի, բայց սատկեցեք, որովհետև դուք սատկելու ապրանք եք։ Դուք ապրելու իրավունք չունեք, իսկապես չունեք։ Հարց են տալիս, Արցախ պետքս չի, մի պարվա բոզ ասում է, դե դուք Սյունիքն հետան ինձ պետք է, ով անդեղ գնացողը որ։ Այսինքն, եթե դու Սյունիք չես գնում, Սյունիքը քեզ պետք չի։ Ասենք ես Կիրովական չեմ գնում, տանք թուրքերին Կիրովական, ով անդեղ գնում, որ տվեք Կիրովականն է գնա, պետք է մեզ։ Դուք պատկերացրեք դուք ով եք հիմա դրանից հետո։ Հիմա դե ով պետք է գա, դե ով պետք է բանի տեղը Նիկոլի տեղը ով պետք է գա։ Իսկապես այդ օրն եք ընկե որ Նիկոլից բացի էլ մարդ չկա էս մեր ազգի մեջ։ Հազարավոր գրագետ ու խելացի մարդիկ կան, բայց դուք ոչ մեկի հետևից չեք գնում։ Ազգովի մի շաբաթ դուրս մի եկեք, ոչ գործի, ոչ սովորելու, ոչ մի բան, դուրս մի եկեք մի շաբաթ ազգովի ու դուք փրկված եք։ Արեցիք ոչ։ Հիմա դուք պիտի կղերականությամբ, ուրեմն դպրոցներով, բժիշկներով, դերասաններով, երգիչներով փողոցում լինեիք, բայց չարեցիք դուք։ Ու չեք անելու։ Մենք ինչքան տերտեր ունենք Հայաստանում։ Մի 120,000 կլնեն։ Դուրս են եկե փողոց։ Ձեր կաթողիկոսը են մեռած թաղած կաթողիկոսը մի բան ասեց, դե մեռած են մարդը։ Այն մարդուն անարգեցին, քաշքսեցին, տվեցին, մորուքը փետեցին, խաչը պոկեցին, ես եմ էլ արդեն ամեն ինչ արեցին, թքեցին, երեսին, մրեցին։ Ոտներ ինչի։ Մի բառ չասեց հայ ժողովուրդ, մենք սենց ստորացած չենք ապրել, իրավունք չունենք սենց, այս ինչ ստորություն է, որ մեր գլխին բերում են։ Թուրքերը այնտեղ են դատում, սրանք ստեղ են դատում։ Թուրքերի հետևից կրկնում են, Թուրքիայի են գնում գալիս են ուրախ, թուրքերի տնկերություն են, հարեք ընկերություն, անասունի ծնունդներ, այս են մարդիկ են, որ երբ որ Սերժը ֆուտբոլի եսի ինչ որ դիվանագիտություն հայտարարեց, որները ճղում են, թուրքը, ինչի պետք է թուրքը, չէ, այս են մարդիկ են, որ հիմա ասում են թուրքի հետ լավ է, թուրքի պամիդորը, անասունի ծնունդ է, թուրքի պամիդորը, որ լափում ես, մենք ստեղ թուրքերից բան չենք առնում։ Գիտեք ինչի, որովհետև ինձ թվում է, որ այն երեխեքի արունն է այդ ուտելիքի մեջ։ Մեր տղաների, մեր երեխեքի արունն է այդ ուտելիքի մեջ։ Ես նրանցից ինչ որ բան առնելով, ես նրանց ինչ որ լումա եմ տալ իրանց Ադրբեջանը ուժեղացնելու չեմ առնելու։ Բա դուք այդ պամիդորը, որ ուզում եք լափեք, զղտկվեք, չեք պատկերացնում մի վարքան։ Լավ, դուք ընդհանրապես հայրենասիրություն բառը լսած կաք։ Դուք
հացի գինը կարդացած կաք մեր սպարապետի գրած։ Դուք ընդհանրապես ֆիդայների մասին լսած կաք, դուք մեր ժողովրդի հերոսների մասին մի բան լսել եք, ընդհանրապես կարդացել եք մի բան։ Դուք ես ինչ աստիճան դատարկ, ոչնչություն ամբոխ եք։ Ոնց է կարելի թուրքի պամիդորը լափել, աչքիդ առաջ չի գալիս, են մորթվող երեխեն նրա բղավոցը, այ անասունի ծնունդներ, մերեք ավելի պատվավոր կլնի, գոնե մի երկրաշարժ, մի չգիտեմ, սենց օթից մի կրագա բոլորիդ խորովի վերջան, սատկեք ավելի պատվավոր չի, չէ էլի մի հատ հարց եմ, դուք որ սատկեք ավելի պատվավոր չի, բա այն երեխեքի գոռոցները չի գալի ձեր ականջին, այ մեռնածներ, այ սատկացներ, այ սատկա չթաղած ժողովուրդ, չեք մտածում մի վարքյան, ես ով են սրանք ընդհանրապես, ես ինչ են սրանք, ամեն գիշեր երազից գալիս են, կյանք չկա, ապրելու ցանկություն չկա իմ մեջ արդեն, դուք մարդ եք ընդհանրապես, ասում եմ պամիդոր թուրքերից բերենք, էժան ուտենք, էժան պամիդորով եք ծախում են երեխեքի կյանք, սրանք էսի ով են սրանք, Ես հասկանում եմ, որ տականքներ կան, այո, ամեն ազգի մեջ, բայց դուք ես աստիճան մասշտաբի տականքություն տեսել եք, ինչ որ մի ազգի մեջ, ես ինչ է, կանգնել հանգիստ պատմա, դե մտանք տեսանք, հա գլուխները կտրած էր, հանգիստ պատմում այս մարդը, իբր թե բան են, հավի ճտեր են մորթել, հանգիստ պատմում այս մարդը, մի վարքյան չի մտածում, որ կտրում էին գլուխը, ինչ ալ զգացե իմ երեխեն, Իմ տատի մայրը հարսում խելագարվել էր տեսնելով, որ իրանց բոլոր տղամարդկանց, իր տղաներին մենակ հերներ փրկվե, որովհետև տանը չի եղել, քերու երեխեքին բոլորին գցել են այդ մեծ բանի մեջ գոմը ու վառել են ու թուրքերը կողքին շուրջ պարեն բռնե, այդ կինը խելագարվել է, հետո որ 15 թվին փախել են տատս, երկու երեխու ձեռը բռնած, իր աղբոր երեխեքի մեկը փրկվեց, մեկ իրանց հետ էր Բուրաստանը, բժիշկ էր աշխատում, ես մինչև հիմա հիշում եմ այդ կնոջը Բուրաստանը գալիս էր մեզ մոտ, իսկ այն մյուս երեխեն ասեց բանը շատ վատ էր մեռնում էր ձեռքներիս, միսիոներները տարան, ով գիտի հիմի Անգլիայում կամ ես Ամերիկա մեռնելուց առաջ ասում էր այ լավ որ իմանաք է որ են երեխես ոնց է որտեղ է լավ կլինի ես չգիտեմ դուք ով եք բայց ես ֆիդայների շարավիղ եմ ես չգիտեմ դուք ով եք չգիտեմ դուք հայ չեք ես հայ չեմ ուզում համարել որտեվ ինձ համար որպես հայ կնոջ համար խայտարակություն է ձեզ հայ համարելը Ես չեմ ասում որ մենք պետք է թուրքի պես առնախում լինենք թուրք երեխեքի տեսնեմ ես երբեք ձեռքս չի բարձանա այդ կատաղությունից կարող ասես կտամ կսատկացնեմ բայց որպես մարդ իհարկե դու հասկանում ես որ դու թուրք չես դու ողերիմ դու մարդ ուտող թուրք չես մարդակեր չես դու հայ ես հայը ուրիշ ազգ է իհարկե ես չեմ անի նման բան իհարկե ես նրանց նման տանջամահ մարդու չեմ անի ես այդ աստիճանի չեմ իջնի գազանի հետ գազանի աստիճանի չեն իջնում գազանի գլխի խփում են սատկացնում են եթե գազանը խելա ցնորվել է արյան ծարավ ունի բայց այդ աստիճան թուրքի տակ մտնել Հիմա Եթե ձեր մեջ իսկական ցավ լիներ, դուք արդեն վաղուց այս անասունի հարցերը կլուծեիք։ Ձեր մեջ այդ ցավը չկա ու չեմ զգում։ Ես տեսնում եմ մայրեր, որոնք գնում են պար են գալիս Սիլվա Հակոբյանի տաշի տուշի խաչիկ մաչիկ երկի տակ։
Ես տեսնում եմ մայրեր, որոնք ֆոտոսեսիա են անում, ինչ որ հզոր մայրեր Facebook-ում, եսի ինչ են հորինի, հզոր մայրը նա է, որ հանուն իր որդու վրեժա լուծում, ոչ թե նա, որ գնում է ոռը բացանում նկարվում է իր երեխու մահից հետո։ Ես տեսնում եմ մայրեր, որոնք այդ պոռնիկի հետ քոչարի են պար գալիս։ Առանց մի վարքյան մտածելու, որ այս պոռնիկի ծնունդն է իմ երեխուն տարել սպանել։ Ես այդ մայրերի հասակակից եմ, հասկանում եք, իրանց երեխեքը իմ երեխու հասակի են։ Ես այդ մայրերի հասակակից եմ ու ես չեմ պատկերացնում, որ նման բան իմ երեխու հետ կատարվեր ու ես հանգիստ ապրեի։ Ամեն մեկը մի բան ունեցան, կուկու ունեցան, մոռացան, ամեն մեկը չեք տեսնում, բոլոր երեխեք ունեցան հանգիստ, համակերպվեցին, փողերը ստացան ու հանգիստ ապրում են։ Դուք կարծում եք նրանք չգիտեն, որ դա այդ Նիկոլն է արել։ Դուք կարծում եք նրանք չգիտեն, որ այդ ամեն ինչը պայմանավորված են տարել տանուլ, ոչնչացրել, սպանել են երեխեքին։ Ձեզ իսկապես թվում է նրանք չգիտեն ոչ մի բան, ոչ։ Էնե ոնց գիտեն։ Ուղղակի դա իրանց ձեռնտու է, իրանց մեջ, այսօր ձեռնտու է այդ էրատոպորնիկի քամակը կպաչեն, վաղը ձեռնտու կրիլ նա մազերը կփետեն։ Այդ ձև են հասկանում եք 50-երս անեն, չունեն իրանց մեջ սրբություն, չունեն հոգի։ Հոգիները անջատված, ուղեղները ամպուտացված ապրում են էլի։ Այսօրվա ուտելիք, լափելիք կա այսօր, լափենք, ուրախանանք։ Ես որ Հայաստանից չեմ տեսնում այդ եսիմ այդ փառատոները, գինու փառատոն, երեխեքը հլա չեն հողին հանձնում, գինու փառատոն, ասես դե զատո մենք փող կաշխատենք, փող, մենակ փող, որ ասեն գնացեք Եռաբլուրը քանդեցեք, այնտեղ մի հատ լավ ռեստորան սարքենք, փող աշխատենք, կգնանք կանեն։ Այդ են էլի հասկանում եք, ու այն աստիճան վատ եմ զգում, այն աստիճան ամաչում եմ, որ ասում են, բայց հայերս ինչ են անում, ես ոնց է կարելի սենց հանգիստ մոռանալ, ձեր հայրենիքը տվեց, երեխեքին սպանեց, դες ինչ եք անում դուք, գետին ես մտնում, չգիտես ինչ ասես, ոնց որ քո այն բոս բարեկամի մասին խոսան, դու էլ ասես ինչ ամոթային, որտեղ գնան պախկվեն, որ չիմանան, գիտեք, հասկանում եք ճիշտ եմ ասում, նույն տպավորությունն է, թուրքերի հետ ինչ կռվենք, ինչ ասենք թուրքի, ամաչում ենք ասենք, ծիծաղում են ձեռ են առնում, լավ են անում, շատ լավ են անում, թող այդպես ձեռ առնեն, չձեռ առնեն, ասում առանց մի հատ կրակելու այդ հողերը մեզ նվիրեցիք, ինչ եք ուզում մեզանի, Փաշինյանը մեր մարդն է, Փաշինյանի համար երգեր են հորինում, Հայաստանում էլ ասում են, տեր մեկ Փաշինյան ինչ լավն է, դաժե թուրքեր իրան սիրում են, անասուններ, թուրքերի ամենաերջանիկ երազն է ձեր Փաշինյանը, չսիրեն, ինչ որ թուրքերը 100 տարի չեն կարողam իրականացնել, ես պոռնիկի ծնունդը մի քանի տարվա մեջ սաղ տվեց իրանց, նվիրեց, ու վատ չեն զգում, գիտեք, իմ երեսին թքեք, թե այնտեղ Հայաստանում ապրողները մի վարքյան անգամ Արցախի մասին մտածում են, կամ վատ, կամ ամաչում են, ասում են, ես ինչ եղավ, կամ ոնց տվեցինք, թե ինչ ուզում, մի հատ վատ չեն զգում, մենակ գիտեք ինչ չեն, փողերից, լավ հագնենք, լավ ուտենք, բրիլյանտներ առնենք, ես առնենք, ուզում են հարուստ ապրեն, իրանց խղճուկ հոգով, լավ ապրում են արժանապատիվ մարդիկ, դուք գնում եք ձեր ձայնը ծախում, վաճառում կանգնած են, Արցախի կռվից հետո սենց կանգնած, հերթ են կանգնած, փող են ստանում, ձայն են տալի, մի կին ասի չեք ամաչում, ես ինչ եք անում, գնաք ու գործը չի, դուք ձեր երեխեքի կյանքն եք վաճառում, այսինքն այդ մի երկու կոպեկը ձեզ տվեցին, վաղը ձեր երեխեքին տանելու են սպանեն, վեճներին չի, թքած ունեն, անինքնասեր հայվանի պես ապրում են, այսօր կա կլափենք, թուրքերի հետ ֆուտբոլ խաղանք, թուրքերը մեզ ստորացնում են, հա բան չկա, մի քիչ կհամբերենք, բան չկա, մի անպայման չի, զատո մի քիչ կլափենք, լավ կապրենք, խախոլների պես ասել են, որ չեք աշխատելու, ուղղակի լավ պետք է ապրեք, փող պետք է ստանաք Եվրոպայից, թե ինչի համար պետք է սրանց փող տանես անասուններին չեն մտածում, իբր թե իրանք շատ կարևոր մի եսի ինչ են, դեմքեր են ու իրանց փողեր պետք է տանել է, ինչ ասենք, սրիկա, ճականտները պինդ, անգրագետ, անինքնասեր, նախանց, հայ ազգի ինչ որ արատներ կա, ինչ կեղտ կա, ինչ վատ կողմը կա, բոլորը հավաքվել են ընդեղ, ճիշտ եմ ասում,
ինչքան հայազգի մեջ սրիկա ու տական կա, ոնց որ թե սաղին տարել են ընդեղ, կամ ընդեղ մնացել են մենակ դրանք։ Հիմա ինչ ուրեմն վերաբերում է Վարդան Ղուկասյանին։ Լավ եք էլի զզվացրեցիք այդ Վարդան Ղուկասյանով ճիշտ եմ։ Ես մի անգամ արդեն նկարահանել եմ ասել եմ։ Ես այդ մարդուն լուրջ չեմ ընդունում, ես համարում եմ, որ նույն ֆոկուսները, թատրոնները իբր վատացել է, եսի ինչա, նույնն է այդ նույն Վարդան Ղուկասյանն անում այդ թատրոնները։ Լսեք, Վարդան Ղուկասյանը նույն են փոց խնա, որի վրա նորից պետք է կանգնեք իր ճակատների թափի։ Վերջ տվեք էլի հայ ժողովուրդ, ինչքան է կարելի ոչ հարգել ձեզ։ Նրա մոր ասած խոսքերը չլսեցիք, որ մի անգամ դուրս էր եկել, էս բանս կերեք, էս արեք, վայ։ Ամոթ գետին է մտնում մարդ։ Նրա դաստիարակածը ինչ պետք է լինի։ Նիկոլ նոմեր 2։ Մի հատ լսեցեք, քանի անգամ նա այդ Նիկոլին պաշտպանել։ Նիկոլ ինձ սենց բան դու ինձ նա սպասում էր, որ հեսա մի բան լինի, իրան ինչ որ մի պաշտոն տան։ Չտվեցին, Նիկոլի դեմ եկավ։ Երկերեսանի, հա, ասենք ծիծաղացնում է ձեզ, ուրախացնում է, դուք չեք հասկանում, որ ախր մի քիչ լուրջ եղեք, էլի մի նորմալ մարդու չեք կարողանում, այսինքն նորմալ մարդու լսել, կարող է Վարդան Ղուկասյանն ինչ որ բաներ բացահայտում է, հա, լավ է անում, այդքան բան, այդքանը հերիք է, ես այդ մարդու լուրջ չեմ ընդունում, վերջ տվեք հիմարություն դուս տալու իսկապես, այն ձեր տկլոր ջանին կատու միշտ շալակեք, խնդրում եմ էլի։ Հիմա մի հատ Նիկոլից հələ չեք պրծե, ուրիշ Նիկոլ եք ուզում բերեք նստացնեք։ Դուք չեք հասկանում, ես ձեզ մի բան բացատրեմ, նույնիսկ եթե դուք շատ հայրենասեր մարդ ես, դա չի նշանակում, որ դու կարող ես երկիր ղեկավարես, գիտեք ինչի, որովհետև երկիր ղեկավարելու համար պիտի դու ունենաս հեղինակություն, որպեսզի քեզ զենք վաճառեն, որպեսզի քեզ լսեն, որպեսզի քեզ հետ հաշվի նստեն, որպեսզի քո երկրում աշխատատեղեր բացեն, հասկանում եք։ Ուրեմն քաղաքագետների, ղեկավարների այդ օղակը շատ փոքր է։ Այդտեղ մտնում են ընտրյալ մարդիկ։ Այս Զելենսկի, Փաշինյան, Սաակաշվիլի եւ մնացած այս բորենի շները նույնիսկ այդ մոտել չեն գալի այդ օղակին, հասկանում եք, նրանց մարդ ու տեղ դնող չկա, նրանք շիստյորկեք են, նրանց օգտագործում են, քամակներ սրբում են ու ոչինչը լիկվիդացնում են։ Հասկանում եք, ոնց օրինակ Սաակաշվիլուն գցեցին, գժանոցում փագեցին։ Ոնց բացատրեմ, որ հասկանաք, կան ավելի վերին խավի, այսինքն ղեկավարներ, կան երկրորդ խավի ղեկավարներ։ Այս անասունները, այս փալասները ոչ մի խավի չեն մտնում։ Եկա մարդը նստել է բանով մետրոյով գնում եմ աշխատել։ Չես ամաչում այ անասունի ու մեզ խափում, այ ծաղրացու, այ խրտվիլակ, խեղկատակ, արի մի ասա, ու մեզ դու խափում ընդհանրապես։ Ինչ մետրով ես, քեզ ասել են դու իրավունք ունես քո ավտոյով գնալ, վերենգի գնա քո ավտոյով, քեզով ասում մետրո նստի գնա, այ պորնիկի ծնունդ։ Երկիրը տվեցիր, իբր թե մետրով, տեսեք, ես ինչ լավ մարդ է, անասուններ։ Ոչ մի երկրի ղեկավար իրավունք չունի, ոչ մետրով, ոչ ոդկով, ոչ միտեղ գնալ, գիտեք ինչի, որտեվ նա իր երկրի համար պատասխանատվություն է կրում։ Նրա երեխաների ընտանիքին, որ հսկողության տակ են առնում, հենց նրա համար է, որ չգողանան, չտանեն ու հետո նրան շանտաժ չանեն։ Կա որոշ բաներ, որոնք չի կարելի անցնել։ Հասկանում եք, դա խեղկատակությունն է, դա հիմարությունն է, դա էշշությունն է, որին հավատում են դրա նման խեղկատակները։ Հիմա Արայանը շատ հայրենասեր մարդ է։ Լսեք, այն ջհուդ կնիկ ունեցող Արայանը, որ մի հատ կնոջ Անժելա Ինչյան էր, ես չեմ հիշում նրա ազգը, որ մի հատ կնոջ հետ սաղ այդ ինտիմ նկարները գցել էր, հետո դրա պատճառով գնաց նստեց։ Ինչ է ասում այդ ստախոս, այդ դատարկախոս Արայանը։ Հենց որ մի ժողովուրդը սկսում է ոտի կանգնել, մի քիչ սկսում է իր այդ ոչ համաձայնությունը ցույց տալ, վրազ այդ Արայաններ, Մարայաններ, Մեյդան են ընկնում, սկսում են, եկեք մեզ մոտ, մենք ստեղ ենք, կամ են նույն Բևերը ինչ է, նույն եվրեյների, հրեաների, նույն արևելքի ստեղծված մի եսի ինչ արի այդ Բևերը, անասուն լոզունգներով ապուշ, լսեք, Ռուսաստանը ինչի պետք է, բայց ինչով է վատ, որ Ռուսաստանի հետ ընկեր, դուք չեք հասկանում, ես արդեն բացատրել եմ, չէ, որ 3 ձևի
պետականություն կա, ուրեմն դա մետրոպոլն է, որը բոլորին իր արդեն պատկերացնում եք մոռացա բոլորին ղեկավարում է ու բոլորի վրա իր ազդեցությունն ունի դա վասալն է, որը եվրոպական երկրներն օրինակ վասալը, որոնք անում են ինչ որ իրանց մետրոպոլն է հրամայում ու մեկ էլ կան գաղութները, կոլոնիա, այդ դուք եք գաղութը հիմա որ մեկի գաղութը կլինեք դա հարց է դուք չեք կարող հիմա ինքնուրույն լինել որ դա ասում եք անկախություն ծիծաղս գալիս է ումից եք անկախություն ոչ մի բան չեք արտադրում ինչ որ ունեք բերում եք Ռուսաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից, ինչն եք դուք արտադրում, ինչով եք դուք ազատ, ինչով եք դուք անկախ, որ դուք անկախ եք ուզում։ Անկախ երկիր այս աշխարհում գոյություն չունի, բոլոր երկրներ իրար հետ առևտուր են անում, իրարից կախված են, մեկը ինտերնետ է վաճառում, մյուսը գազ է վաճառում, մյուսը նավթ է վաճառում, մյուսը մարմար է վաճառում, հասկանում եք դուք թե ոչ։ Հիմա Ռուսաստանի հետ ընկերություն անելը ինչ վատ բան է, հարց եմ տալիս։ Ռուսաստանը բազան այնտեղ դրել է, պաշտպանում է ձեզ Թուրքիայից։ Արցախում էր դրել բազան, դուք ինքներդ ասացիք թող հանի։ Ռուսաստանը այնտեղ ներմուծում է այդ առևտրի եսի կենտրոնները բացել։ Ռուսաստանը այդ ընդերքը ասում ռուսներն են, դե դուք արեցեք, դա միլիարդներ է պետք ներդրում անել, ունեք այդ միլիարդները։ Ունեք արեցեք։ Տղայես վերցրու ինքը տարա ով է քեզ խանգարում։ Մեծ որ բրթում եք, կներեք էլ իհարկե։ Դուք ունեք այդ հնարավորությունները, որտեղ սենց բանի պես էլի սենց կատարներդ կարմրացրած, ոայ, մենք սենց ենք, մենք էս ենք, մենք անկախ։ Ումից եք դուք անկախ։ Թուրքերից եք անկախ, որ րոպեին ուզեն ձեզ կլանեն ոչնչացնեն, ծալեն գցեն իրանց ջեբը։ Որ մեկ Ֆրանսիան է ձեր ընկերը, մոռացել եք որ Կիլիկիայում ֆրանսիացիները որպես խաղաղապահ էին կանգնած, հետո գիշերը իրանց ակներին ուրեմն փալասներ կապելով որպեսի ճռճռոցները չգա սայլերի դուրս եկան ու Կիլիկիայի հայությունը ջարդի ենթարկվեց թուրքերի կողմից։ Էդ են Ֆրանսիան չի, որն Ամերիկան, էդ են Ամերիկան չի որ հանգիստ նայում էր 15 թվի ոնց են ձեզ ոչնչացնում։ Էդ են Վիկտորիա Թակուհին չէր որ ասում էր իմ նավերը Արարատին չեն հասնի որ ձեզ փրկեն։ Ու առաջի հարցը ինչքան են սպանել հայերին, որ ես միջամտեմ, այնքան են սպանել, որ միջամտնել է պետք, ասել էր Թակուհի Վիկտորիա։ Հիմա դուք ուզում եք, չեք ուզում եք ձեր կաշվից դուս եկեք, ուզում եք, եսիմ ինչ արեք, դուք պետք է ընտրություն կատարեք, կամ այս կողմ, կամ այն կողմ։ Ռուսաստանը չեք ընտրում, ոչնչանում եք, որովհետև ՆԱՏՕ-ն նույն Թուրքիան է։ Ռուսաստանն եք ընտրում, գոնե ինչ որ փրկության նշույլ է մնում։ Հիմա ոնց ուզում եք արեք, թքած ձեր վրա։ Դուք հո անկախ եք, դուք հո խելացի եք, մենք հայ չենք, մենք վատն ենք, շուռ տված ենք, դուք սուրբ եք, դուք մաքուր հայեր եք։ Հայրենիքի կեսը ծախեցիք, մյուսն էլ եք ծախում։ Դուք իսկական հայերը դուք եք, բա ոնց։ Մենք ինչ ենք որ։ Հիմա Ղուկասյան, մի գրեք այդ Ղուկասյանի մասին ինձ խնդրում եմ, հիմարություններ մի դուրս տվեք։ Մի քիչ լուրջ նայեք այս կյանքին այս աշխարհին։ Ղուկասյանը ոչ մեկ է որ դառնա ղեկավար։ Նա ոչ այն խելքն ունի, ոչ մի բան։ Նա մենակ ձև անում են մարդը ոնց օրյան պետքա, ոնց ուզում են այն կողմա թեքում։ Ես չեմ ասում որ Ղուկասյանը նրանց թքած ունի, հասկանում եք դա խուժանական այդ խոսակցությունը մենակ երեխեքի, մենակ դպրոցականների դուր կգա, բայց ոչ մեծ մարդկանց։ Դա պետք է երկիր ղեկավարի։ Իր մոր հետ ինչ են ասելու թուրքերին, բանս կերեք ես արեք, տենց են ղեկավարելու, կներեք իհարկե։ Դե տենց են խոսում այդ մարդիկ, ինչ անեմ, էդ է իրանց խոսելա ձևը։ Դուք իսկապես լրջանալու կարիք չունեք ընդհանրապես։ Մի ցեխից դուրս եկաք, մյուս ցեխն եք ընկնելու։ Ուշքի եկեք, խնդրում եմ։ Այդ նույն թատրոններն այն Ղուկասյանը իրենց ոչ բան չի ներկայացնում։ Նույն են Սրբազանը, այսինքն ես ոչ կրոնական մարդ եմ, բայց այն մարդուն վիրավորելով ամենավերջի խոսքերն ասեց, իրանից տարիքով մեծ է նախ եւ առաջ։ Իրանի շատ վաստակ ունի, ամոթ չկա, պատիվ չկա այս աշխարհում։ Նա պետք է գա ղեկավարի մեր երկիր։ Հիմարություններ եք դուրս տալի։ Արայանը, ո՞րն Արայանը։ Նրա վիրավորանքները մարդկանց հանդեպ ով
իրա ջհուդ կնգա հետ, այս քանի օրը չեք տեսել, իրանց վզներին ինչ են կախել Դավիթի աստղը, նայեցեք էլի, գոնե մի բան հո պիտի տեսնեք վերջի թե կույր եք, բա դե ուրիշ մարդ կա, իհարկե կա, հազարավոր մարդիկ կան, որոնց դուք չեք ուզում նկատել, որովհետև դուք այնքան եք սովոր այս տարիներին ուշունց տվողներին, աննորմալ այլանդակ խոսքեր ասողներին, որ արդեն այնքան եք հետ սովորել այդ մարդկային կուլտուրայից, որ ձեզ թվում է, որ սենց ես նրա մերը, սրա մերը խոսում եմ շատ հայրենասեր է։ Աբրահամ Գասպարյանին բերանից դուք լսել եք մի կեղտոտ խոսք, ես չեմ լսել։ Խելացի մարդ չի, արժանի չի լինել հայրենիքի գլուխ։ Հայկ Նահապետյանը լսել եք, ինչքան բանիմաց ու խելացի սպա է։ Ինչի չկան մեր ազգ, իհարկե կան։ Ուղղակի ազգը պիտի հավաքվի, գնա նրանց դռան ու ասի՝ արի մեզ փրկի։ Ես հիշում եմ, որ հայ ժողովուրդը իսկապես հավաքվեց, քանի անգամ հավաքվեց, բայց ցվրեցին տներով։ Բայց այն օրը, որ գնացին հասան Քոչարյանի դուռը ու նա դուրս չեկավ, նրան ներելու չի։ Ինչը Սերժին ուզում են նստացնեն, հորս ցավին թող նստացնեն, ուզում է գնդակը հարեն, ինձ ինչ։ Եթե Սերժը մարդ լիներ, այսքանը տեսնելով մի բան չարեցին, մատ ինչ խփեցին, ոչ ինքը, ոչ Քոչարյանը, հույս ունեինք, այո, որ գոնե այս մարդիկ մի բան կանեն, այդ Արցախից են իրանք վերջը, ոչ մի բան, հերոսներ, մեր հերոսները Բաքվի բանտերում են, մեր հերոսները գիտեք ով էին, են երեխեքն էին, որ իրանց կյանքով պահեցին թուրքին, որ մյուս գեղացիկ փախչեն, այ հերոսներ իրանք էին։ Սրանք ինչ հերոսներ են, ով են սրանք։ Թուրքերի հետ պայմանավորվեցին, որ Բաքվով պետք է փախչեն, թուրքերը իրանց խաբեցին, գցեցին այդ օրը, հիմա էլ դատում են, իբր թե ուզում են ցույց տան, որ իրանք բան են։ Օգտագործեցին, շպրտեցին, այդքան ո՞րն են դրանց հերոսությունը։ Մի հատ ռիսկ չարեցին փրկեն իրանց երկիրը։ Ոչ ռիսկի գնացին։ Ռուսների բազայի առաջ կանգնած ավել պակաս բաներ են խոսում։ Ռուսներին քաշքշում են, խփում են այն տղաներին։ Փոխանակ հասկանա, որ միակ մարդիկ, որոնք այնտեղ կան, այդ մարդիկ են։ Ոչ Ռուսաստանի Միլոնովը գնաց հասավ այնտեղ Արայիկին, Արայիկ կոչեցյալ անասունին, ասեց բերեմ օդդ պաշտպանություն, չէ, ճպտալով հետ ուղարկեցին։ Չարեցին, պարսիկներն ասեցին, մենք զորք ուղարկենք, եթե ուզում եք օգնենք, չի պետք։ Հունաստանի բանը վարչապետի տեղակալներ ով էր եկավ հասավ Հայաստան օգնության, հիմա ինչ ասեց ձեր սիրելի ոչխարապետը։ Չէ, պետք չի, ճպիտներով հետ ուղարկեց։ Քանի երկիր ասեցին օգնենք, Ռուսաստանն ասեց 4-րդ օրը դադարեցնեմ կռիվը, ասեց չի պետք։ Չկար այդ ամեն ինչը։ Բան չի չարեցին, չեք մտածել, որովհետև փող էին վերցրել, ծախել էին ձեր երեխեքի արունը արդեն։ Իրանց պետք էր որ շատ զոհվեն, բայց այս տղեկը չէին տալիս, 44 օր կանգնած էին։ Այդ ժամանակ Շանծանունդը գնաց ու ստորագրեց, թաքուն, չեք հիշում։ Որ Արայիկ Միրզոյանին տվեցին քիթուբերանը սարքեցին եսի ինչ, այն տղաներին տարել կուրացրել են, սպանել են։ Տանջամա հենարե։ Նույն թուրքերը չեք դուք, ով եք դուք։ Որ Երևանից թուրքերը, ադրբեջանցիները Երևանի հայերեն խոսացող Քյարամյանից անձնագրեր վերցրած շորերը փոխած գնացել հասել են, մտել են ամեն այդ բանը պոստերը մեր տղաներին սպանել էին։ Քանի անգամ ասեցին, որ թուրքեր էին, հայերեն էին խոսում, մի անգամ հանեց սկսեց կրակելը բոլորի վրա։ Ինչի ձեն չեք հանում, գերիներ հետ եկած։ Մյուսները, որ եղել եք, ինչի եք սուսուփուս համակերպվել, փալասներ։ Բավարեն մուսոր շունը այն տղուն ասեց քաքլան։ Ես եմ նրան նկարը վերցրել, դրանից հետո այդ շանծանուն դել դուշ չի եկել, չգիտեմ ինչ եղել նա հետ։ Բայց եթե ես նրան տեսել եմ, դանակը կողելու եմ նրա սիրտը։ Որ այն կռվող երեխային մի ոտը չուներ, ասեց քաքլան։ Բայց ինչի չհանեցի գլուխը կտրեք այնտեղ։ Բա որ թուրքեր են խոսած մուսորը, ասեց, որ ընկին ասեց, չհասկացա դուք թուրք եք։ Հա, yaxşı։ Բան չի չասեցիք, ես ինչա կատարվում։ Էտա ձեր սպայի պատիվը, թքեմ ես ձեր սպայի, այսինքն շունը շարի ձեր սպայի պատվի վրա, եթե դուք այնտեղ սպա ունեք ընդհանրապես, թքեմ ձեր վրա, ձեզ տղամարդ ասողի վրա, Հայաստանում ապրող ворցերիդ վրա թքեմ,
որ էս ինչ ասես ձեր գլխին բերում են, ինչ ասես, ոնց ասես ձեր ազգը ստորացրեցին, մեկը դուրս չեկավ ճակատներին մեխեր։ Ոչ մեկ, քանի հազար կռվողներ եք Արցախից հետ եկել, մեկդ մի բան արեցիք։ Մի հատ կանգնել, մի հատ նեղան։ Դուք նեղանալու իրանք ունեք վիրավորվելու այդ փալասներ։ Ձեն չհանեք։ Այնպես որ խնդրում եմ, այդ Ղուկասյան եւ մնացածներին ես լուրջ չեմ ընդունում։ Հասկանում եք թե ոչ։ Չեմ ընդունում ընդհանրապես որպես լուրջ մարդիկ, որ ինչ որ մեկին հայրենասեր են, դեռ վերջ տվեք էլի զզվացրեցիք արդեն իսկապես։ Հայրենասիրությունը գործողության մեջ է, ինչի մեջ է, ծվծվալու մեջ հայրենասիրությունը։ Ինչքան մեր արժեքները աղավաղվել են աստիճան, որ նման մարդկանց հայրենասեր եք համարում իսկապես։ Երկերեսան, այսօր ես են ասում վաղը մյուս բան, ինչ եք դուրս տալի։ Հանգստացեք, նստեք ձեր տեղերը։ Խոսալու բան չունեմ արդեն, հոգնել եմ։ Իսկ օպոզիցիա կոչեցյալները նույն շներն են, նրանց նույն ձևա պետք սատկացնել, որ ժամանակա, հիշեք իմ ասածը, բոլորը, Իշխան Զաքարյան, ինչյաներ, Ղազարյաններ, թե ինչ հորս ցավներ, որ տղու գերեզմանը գնաց վազելով ծախիկ իրանցում, և մնացածներ, նրանք բոլորը նույն շներն են, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի ցրեն էս ազգային զայրույթը, նույն դավաճաններն են։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, իրական ազգը կա ու կմնա։ Թե դուք ձեր Էրմանիստանում ինչ կանեք, թուրքերի հետ պամիդոր կուտեք, չայ կխմեք, ինչ կանեք, իդ արդեն ձեր գործն է, ես թքել եմ ձեր վրա։ Մենք ձեզ արհամարում ենք, մենք ձեզ արդեն հայ չենք համարում, դուք մեռած հոգիներ եք։ Ինձ համար նույնպես ու շատերիս համար, դուք մեռած հոգի եք։ Մեկ ուզում եմ ինչ որ մի բան, հետո ասում այ մարդ ում հետ խոսամ, ում ասեմ, ում եմ ասում ես։ Որ կանգնել ասում Նիկոլը մեզ փրկեց, այդ մարդկանց հետ ինչ խոսաս։ Ինչ խոսաս այդ մարդկանց հետ, որը ասում է Նիկոլը մեզ փրկեց։ Ինչից փրկեց։ Հայրենիքից փրկեց, պատվից փրկեց, ամոթից փրկեց, ողջ ազգերի համակրանքից, հարգանքից փրկեց ձեզ, ինչից փրկեց օրինակ։ Սրանք խոսացող գլուխներ են, հասկանում եք։ Ուրիշ ոչ ուղեղ ունեն, ոչ սիրտ ունեն, ոչ հոգի ունեն, ոչ ցավ են զգում, ոչ մի ցավ չեն զգում։ Եթե մարդիկ, ուրեմն Ստեփանակերտում հողին են հանձնում այն տղաներին, այդ օրը Հայաստանում հարսանիք էր, ես որ տեսա դա, ես ասեցի վերջ, սրանք ինձ համար մեռան, սրանք ազգ չեն, սրանք ես մարդ էլ չեմ համարում, ընդհանրապես, սրանք ազգ չեն, վերջ։ Ու ազգ կոչվելու իրավունք չունեք։ Մի ասեք, որ դուք հայ եք, դուք հայերից շատ հեռու եք, դուք անասուն եք, դուք Նիկոլազավրեր եք, այդ նոր ցեղա, Քաքինյանազավրեր եք, բայց ոչ հայեր։ Հայ նման բան չեր հասնի, հայ այդքան չեր ընկնի, հասկանում եք։ Ինչ խոսանք, միջև յաթաղան, միջև չմտնեն սրանստանները սրանց չբռնաբարեն, գլուխները կտրեն, ինչից խոսանք էլ։ Ասում ենք, դե ինչ եք, դե բան է, լավ է։ Լավ եղավ, սպասեցեք, ուրեմն սպասեցեք, երբ որ տանկերը մտնեն Երևան, սկսեն ձեզ սպանելը, սրանք չեն պատկերացնում, սրանք գիտեն, թե այն թուրքերը, որ իրանց բազարում ժպտում են, նույնն են գալու, ոչ, նրանք են գալու, որոնք ձեր արյան ծարավն ունեն, որոնք չունեն ոչ մի վարկյան ձեր հանդեպ մարդկայնություն, խիղճ, ու չեն ունենալու, ու դուք դրանց արժանի եք։ Դուք է դրան այս այդ իրա բոզի հետ միասին սաղ պտին նվիրեն ու փախչեն, մի անգամից։ Են բանի պես, ժող ջան, ես թռա։ Ամոթ մեզ, որ ես աստիճան հին ու խելացի ազգից վերածվել ենք ես ամբոխի, ժխորի, ես չգիտեմ ում։ Ամոթ մեզ, ուղղակի ամոթ գետին ես մտնում ես ամեն ինչ տեսնելով, ամոթ մեզ։ Ոչ մի ազգ ես ամեն ինչը չեր հանդուրժի, երկրորդ անգամ չեր ընտրի տականքին, քանի երրորդ անգամ իրա մակլավիկներին չեր ընտրի տեղերում, նորից գնում են ընտրեն։ Մի անասուն է ասում են, տիկին ջան, դուք որ եկել եք ավտոբուսներով եկել լացվել են, չէ՞, այդտեղ գնացել եք նորից ընտրել Նիկոլին, ինչ եք բանել, գիտեք, չէ՞ որ Արցախը հանձնվում է, հələ չեր հանձնե միջև վերջ։
Ինձ որ ասեցին, որ հողերն է գնում նվիրի, աչքերս մթնեց, ճիշտ եմ ասում, ես դրանից հետո չեմ ապրում, հա, ես կամ շնչում եմ, խոսում եմ, աշխատում եմ, որովհետև ապրելա պետք, որովհետև երեխա ունես, որովհետև ընտանիք կա, բայց որ ասեմ ես ապրում եմ, ես չեմ ապրում, ինձ համար իմ ազգի պատիվը շատ կարևոր մասնիկ է իմ կյանքի, ես չգիտեմ ես խժռող գլուխների համար այո թե ոչ, բայց ինձ համար իսկապես մեծ, ու եթե ես զգում եմ, որ մեզ ձեռ են առնում, ծիծամ, դա ինձ են ձեռ առնում, այն որ մորթում են երեխուն, ինձ են մորթում, հասկանում եք, ես իմ վրա եմ վերցնում, դա իմ անձնական ողբերգությունն է, բայց ես խժռողների, ես խոզերի համար իհարկե ոչ, ու այդ կնգան ասում են, բայց որ եկել եք ում եք ընտրել, դիմեր Նիկոլին եկել եմ, մի լավ ընտրեմ, ասեցին, բայց դու գիտեք չէ, որ Արցախ տվեց, չէ գյուդում չեմ, ինչ արե, գյուդում չեմ, ամա ուզում եմ Նիկոլին ընտրեմ, տեսրանք մարդ է, ավտոբուսներով, սամալյոտներով հասան այդ անասունին ընտրեցին, հետ են եկել Ռուսաստանը սենցան, դե սիկտիր եղեք, գնացեք ձեր Նիկոլի հետ, ում ընտրել եք, նրա հետ ապրեցեք, ինչ եկեք էստեղ, գնացիք ընտրեցիք, որ գաք նորից տեղ վեր դառնաք, ով է ձեզ կարոտ է, լավ ենք անում, լավ էլ պտի ընտրենք, շատ լավ, շատ խելացի, շատ հայ գեղացուն սիրող, տեսանք էլի ոնց է գեղացուն սիրում, գնաց ձեր գեղերը տվեց ու հետ եկավ, գեղացուն սիրող մարդ է, Ալիևը Հայկաշենի վրա այդ պաստարի վրա քայլում էր, ձեռ առնելով ձեզ, շատ ահավոր է բոզ բարեկամ ունենալը, մեկ էլ դավաճան ազգ ունենալը, այդ երկու բանը շատ ահավոր է, ազգել չեք իհարկե, ազգի մասնիկ, ազգի կեղտը, լավ, ոնց որ տացիր, ասեն տաշտակեր անքնեք, ամենայն տակինն եք, հասկանում եք, ամենատակ անքնեք, իզուր հոչեն ասե տակ անքը ազգի, ամենայն տականք կեղտն եք դուք, ես համարում եմ, որ ես մարդը սրբազան կոչեցյալ, չեմ ասում, որ վատ մարդ է, բայց ուղղակի ինքը դիվանագիտությունից մի քիչ հեռու մարդ է ու միևնույն է չունի էլի այդ հասկանում եք այդ երևի այդ գիտելիքները, եթե մեր առաքելական եկեղեցի նրա կողքին կանգներ, դե չգիտեմ, Արամն կաթողիկոս ամենայն Կիլիկիո կանգնեց, մենք սիրում ենք տենք, չէ, տանք թուրքերին, հետո Կիլիկիո կաթողիկոս, Արցախի նախագահները, եսիմ ինչից գաղթած նախագահները Արցախիո, Արցախը տվեցին նախագահները կան, փողը ստանում են լավ է, այդ լավ է, Կիլիկիո կաթողիկոս, Կիլիկիոն տվեցին կաթողիկոսը կա, ասեց, որ հայ ազգը պետք է դուրս գա, ես ատեն պիտի դուրս գա, ես ողբերգական էջիցմը, հա դուրս գա, հետո ոնց դուրս գա, որ ոչ ման չեք անում, որ ոչ խոսում եք այս ազգի հետ, ոչ հորդորում եք, ոչ ասում եք, որ ազգ, ես շիպես գլուխդ կախարած մի համակերպվի, խրոխտացի, մի այս ամեն ինչի հետ համաձայնվի, ազգ, աղոթեք, աղոթսաղ ամենտեղից աղոթեք, դե թքեմ ձեր վրա էլ իսկականից, աղոթեցիք 2000 տարի, շատ օգնեց ձեզ, Միջև մենք խրոխտ հեթանոս էինք, մեկը վախ մեր կողքով գնար, հիմա երեսներիս արդեն քիչ անում շռեն, լավ եք էլի զզվացրիք արդեն, աղոթեք ու աղոթեք, Եվրեի Հիսուսը հեսա ձեզ պտի գա փրկի, 2000 տարի փրկել է, մորթել են, սպանել են, վառել են, ոչնչացրել են, Քրիստոսը ձեր վազելով եկել փրկել է սաղից, գնացեք նորից ինչի աղոթեք, այ անասուններ, աղոթը հերիք չի, թուր վերցրեք, ոչ թե աղոթեք, թեքեք խաչը, թուր սարքեցեք, գլուխները ջարդեցեք իսկականից, Տեր ավետիսի պես ասած, են որ քո մարդուն սպանեցին, մի հատ ես անտեր քաղաքում մի ժանգոտ բան չկար, մի վերցնեիք, նրան ես սատկացնեիք, լավ եկել, հերիք չեղավ, ես խղճահարված, ես գլուխներդ կախած, ես էշնահատակ լիներով, չհոգնեցիք դուք, այ անասուններ, ասիգա պիտի լինի մեր ազգյոյ հավաքականության հետո և վերջ շարունակություն չեղավ այդքան բան երկու բան խոսացին դենից մեկը ծվծված եսի ինչ արեց ու պրծան վերջը ամոթա իսկ որ դատում են եւ լավ են ան դատում են աչքներդ էլ հան թող դատեն Սերժին է դատեն նրան է դատեն թքա ձեր վրա գոնե ինչ որ այսքան
գրփեցիք, լափեցիք, այսքան միլիոններ ստացաք, այսքան հարստացաք։ Գոնե որ դուք ուզենայիք դուք ավտոբուսներով այդ չուրկեք ինարը միասա կառնեիք, կբերեիք, կգցեիք Երևան, սաղ կգնային այնտեղ գիշեր-ցերեկ այնտեղ կքնեին Երևանի քուչեքում, միջև էս անասունը գնա։ Եթե ուզենայիք դուք ձեր փողով սաղին կառնեիք, բայց չեք ուզում, դուք չեք ուզում։ Մի կողմից ասում են Քոչարյանը դեմ է Նիկոլին, մյուս կողմից Քոչարյանի տղեն եսի ինչեր ա ղեկավարում ու ոչ հարկա տալիս ոչ մի բան։ Լավ եք էլի այդ թատրոնները, չհոգնեցիք արդեն։ Արդեն սաղս հասկացանք, էլ պետք չի էշացնել ոչ մեկին։ Եթե ուզենայիք, դուք նրան վաղուց կսատկացնեիք։ Նա ձեզ ձեռնտու է, որովհետև սաղ ով ուզմա պիդարասություն անեմ, ով ուզմա բոզություն անեմ, ով ուզմա ինչեր անեմ, ով ուզմա ոռնաբաց անեմ։ Հայաստանի կեսցավեր տղամարդիկ, որ տենակ ոնց են իրար ինչ SMS-ներ են գրում, սիրտներ կխառնի։ Գիտեք քանի կնիկ են ինձ գրի։ Ես չգիտեմ ինչ անեմ, բաժանվեմ, ոնց ասեմ, ինչ ասեմ, ինձ է տեսեմ, վայ ցավը տանեմ կյանքս, տղամարդուն, սես նայում ես մորուքով սիրուն, ասես էռնա քու տիրոջ է, ինչ սիրուն տղա է։ Տղուն գրում է, մեռնեմ կյանքիդ, կարոտել եմ։ Այսօր հասանք։ Այսօր ենք մենք գնացել, ես ինչ եմ ես այդ կատարվել։ Իհարկե դա պետք է հայրենասեր լինի այդ ոչնչությունը։ Այդ լալկված շունը։ Իսկապես Պորնիկը, երեխեք ջան, էլի մի հատ բան է, բայց դե մի ուզում եմ մի հատ գնամ սենց բան աշխատեմ, էլի ես ինձանով եմ աշխատել, լավ եմ արի արա, կարողա գիտես Եթե մի պարավ պորնիկ, ասում է Շուշին մերը չէր, դրանից հետո գալիս է տուն, նրա հետ հարևանները ուրեմն բարև են նրան տալիս դրանից հետո, նրան բարեկամները բարև են տալիս, նա գնում է դուրս է գալի հաց առնում, նրան հաց են տալիս, այդքան բանից հետո չեն տալիս սատկացնում, դուք ազգ եք, ինչից խոսանք, հա ասում է թուրքերը լավն են, դուք վատն եք, լավ եմ արի, սենց եմ արի, ձեր Ալեն Սիմոնյանն էր ասում, դուք եք մեղավոր, որ թուրքերը ձեզ սպանում են, ասեցին, գիտեք չէ, որ թուրքերը կրակել են, լավ, ասում է դուք եք մեղավոր, որ ձեզ սպանում են թուրքերը, դուք մեղավոր եք, դա ասում են ղեկավարները կոչեցա, հերոս կոչված Սասուն Միքայելյանի Բեխերով Ալիևը ոռը սրբեց, ամոթ չունի այդ մարդը որ ապրում է, դա պետք է գնար իրան կրակեր սպաներ, իրան խփեր վերընկներ, Ջալալ կոչեցյալին սաղը վատ էին, վախ էին անում, վայ, այն մարդը վիրավորվել է, այս մարդը հանգիստ իրան բանը թանգարաններում, ռեստորաններում, Եվրոպաներում ման է գալիս, երբ որ երեխեքին սպանում են։ Ես ձեզ ասեմ, Արցախյան կռվի ժամանակ գեներալները, այն մեր պարավ գելերը, որի վրա մենք հույս ունեինք, որ իրանք չեն տա, իրանք գիշեր-ցերեկ կազինոներում, ռեստորաններում են սաղ գիտեին հասկանում եք, սաղ նախապատրաստված են, սաղ փող էին ստացել, որ պետք է տան։ Բա ինչ խղճով եք դուք ապրում, այ անասունի ծնունդներ, ոնց եք դուք գլուխներդ բարձին դնում, քնում, խառացնում, պատկերացնելով, թե ինչ են արել են տղերքին, ոնց եք քնում, սրանք մարդ չեն, ոչ իրանք են մարդ, ոչ իրանք կնան, եթե իմ ամուսինը նման բան աներ, ես իմանայի, որ ինքը փող ա ստացել, մեր հայրենիքի կեսը տվել է թուրքին, երդվում եմ ձեզ քնած ժամանակ կմորթեի։ Ոչ թե կբաժանվեի, ես նրան կմորթեի, որովհետև դու ես ինչ ես արել, հանգիստ ապրում են այդ բոզերը, բանի եկել են, վախացրել են այդ անասուն բիզնեսմեններ, որ չեք եկել, իմ պորնիկ էրատոյի ջհուդի քացի ուտել խմելուն է, լավ չի լինելու, սաղիդ պետք է ստուգեմ, եկել նստել են ոչխարները, մի հատ ջհուդի քաց, մի հատ պորնիկ, այսինս պոտտասմը ձեր առնեմ, հայ տղամարդկանց, գիտեք ինչի, որտև տեսնում է, որ դուք խիզախություն չունեք, Սյունիքի արծիվ Արուշանյանը, դուս ա եկել բոզին, վաստալով սպիտակ վարդերա տալիս, գնացել է հետը կոնսերվատորիա անդեսի համերգներա լսում, վայ թքեմ քո երեսին, հետո լասել, գլուխները կջարդեմ, որ ինձ դավաճան ասի, ես քո գլուխ կջարդեմ, դու դավաճան ես, այ անասուն, դու դավաճան փալաս ես, դու սաղ դիրքերը Սյունիքի տվեցիր թուրքերին, որ հեշտ ու հանգիստ ղափանի վրա կրակեն, դու դավաճան թուրքի շուն ես, ուզում ես ես քեզ եմ ասում, դավաճան թուրքի շուն ես դու, արի գլուխը ջարդի, տենամ ինչ ես անելու,
դու մարդ, դու տղամարդ ես, վաստալով գնաց են բոզի առաջ վազ էր տալի, փու թքեմ երեսիդ, թքեմ քո երեսին։ Բա մի հատ եսի մանախ կար Սյունիքի փրկիչը, ուր այդ մանախը։ Գնացին ասեցին վրեդ պիտի գործ հարուցեն, լեղաճակ եղավ, սկսեց, ով որ Նիկոլին բան ասի, պիտի սատկացնեմ։ Էդ ինչ է լավ, խի Նիկոլը լավը դարավ միանգամից։ Վախկոտ շներեք, նրանք հիանալի գիտեն դուք ով եք, դրա համար ինչ ուզում են անում են, գիտեն որ դուք ոչ մի բանի էլ ընդունակ չեք, մենակ հաչում եք, այդքան բան, էլով կար, ենքան նկային, գնացին բանի Նիկոլի առաջին վաստալով, Նիկոլը, ամոթ էլի ուղակի, ես ոչ խարը, իրա պորնիկի հետ, այս սրանց կացած պտտացնում ավ, ինչ ուզում անում գլխներին, ձեր առնելով, թքելով երեսներին, ոնց ուզում ամոթ մեզ էլ, ուղղակի ամոթ, ես չգիտեմ ինչ ասեմ։ Ու դուք ասում եք ինձ մի հատ էլ դուք վիրավորում եք մեր ազգին չեմ վիրավորում երբեք։ Ազգը սերո աղբյուրն է, ազգը սոսե մայրիկն է, ազգը իմ տատն է, որ թուրքին սատկացրել է 15 տարեկանում, որպես երեխեքին փրկի, այ դա է ազգը, դուք ինչ կապ ունեք ազգի հետ։ Հույսով եմ, որ այս անգամ էլ հարցեր չի լինի Ղուկասյանի և մյուսների համար մասին և այլն։ Մենք ունենք խելացի հայեր, ուղղակի պետք է այդ մարդկանց ուշադրություն դարձնել, օգնել այդ մարդկանց, ոչ թե այդ ստախոս ընդդիմությունը, ոչ թե ինչ որ մի եսիմ ովքեր երեկվա շները Նիկոլի, որ այսօր միանգամից հայրենասեր դառան, որտեվ զրկվեցին ուտել խմելուց, լափելուց, ոչ թե դրանց, այլ արժանապատիվ հայերի։ Մենք ունենք նման արժանապատիվ հայեր, որ դրանք քիչ չեն։ Ուշադրություն դարձրեք ազգ։ Ու կտեսնեք, որ այդ մարդիկ կան, գոյություն ունեն։ Ուղղակի նրանք շատ հեզ մարդիկ են, հասկանում եք, ամաչում են գուցե նույնիսկ ասեն, որ ես կլինեի, ես կանեի, այդ մարդկանց պետք է առաջարկել, այդ մարդկանց պետք է առաջ քաշել, վերջը ողջ ազգով, եթե դուք դուրս գաք, ասում գեղ կանգնի գերան կկոտրի, ողջ ազգով, եթե մի շաբաթ ասեք, թքել եմ ես այս գործի վրա էլ ամեն ինչի, թքել եմ, չենք դուրս գալի, չեմ թողելու երեխեքիս գնան մի շաբաթ պարալիզացրեք Հայաստան, այս բոզի թուլեն թողի գնա, որովհետև չի կարա ոչինչ անի։ Ոչ մի բան չարեցիք, հայ ժողովուրդ, ուզում եք մի բանով չվախացրեցիք սրանց աչքես պորնիկի ծնունդների։ Ուրիշ ժողովուրդ արդեն այդ մուսորներին կվառեր, կսատկացներ, կմորթեր, ես ինչ ասես կանեին սրանց գլխին։ Ոչինչ չարեցիք, ձեր երեխեքին խեղեցին, ծեծեցին, ստորացեցին, ձեզ այն մեծ մարդուն էս լակոտը մուսոր ասում ականջներիդ կկտրեմ, կռվող տղային ասում քաքլան, բա դուք մարդ եք։ Ոչ ծնողներին քաշտալով ծեծելով եռաբլուրից դուրս են բերում, այսուր ենք ասե, բա մեզ ազգ կարելի է ասել սրանից հետո, սաղ երեցների, սաղ մեզ նայն ծիծաղում են վրներիս, սաղ ձեռ են առում, այս կեղտից մենք չենք փրկվելու, պրծնելու տարիներով, հասկանում եք, դարերով, այնքան բան եք ասե թուրքերին, որ այս անասունի ծնունդն էլ գնա, այնքան նկարահանումներ կա, այնքան պորնիկներ կանգնած այդ Քյամրանի, Մամրանի հետ սիլիբիլի են անում, որ այս, չգիտեմ, քանի տասնյակ տարի է պետք, որ այս ամեն ինչը մի քիչ մոռացվի, սաղ մեր երեսին են շփացնելու, ձեր հայերը տենում եք, այ ձեր հայերը տեսնում եք ինչ են ասել, այ ձեր հայերը ասում են, որ սա մերը չի էլի, դուք հասկանում եք, թե ոչ։ Եթե ամեն մարդ իր ազգի, իր հարևան դավաճանից երես թեքի, էդ էլ է մեծ գործ, էդ էլ չեք անում։ Մենք գիտես ինչ եք ասում ենք դե մարդ են էլի դե մի սխալվեցին, հո չենք սպանելու, խո մենք թուրք չենք, բռնենք սպանենք։ Ինչի չենք թուրք, այսինքն ինչի ենք թուրք, փու, սխալ ասեցի կներ, ինչի ենք թուրք, որ սպանենք, որ դավաճանին սպանենք, պիտի թուրքը լինենք անպայման։ Կամ մենակ թուրքերն են իրենց դավաճաններին սպանում։ Ես ուղղակի ճիշտ եմ ասում, խոսք չկա ասելու արդեն։
Երևի ասում եմ, որովհետև որ սիրտս չտրակի, որ ուղղակի չխելագարվեմ, որ ուղեղս չմթագնի այսքան բանից հետո։ Ուրիշ պատճառ չկա, որովհետև ես գիտեմ, որ մեկը ոչ մեկ չի լսում, ասում են ասողին լսողա պետք չեն լսելու, միևնույնն է։ Այսքան օգնեցինք, այսքան տարի ինչ ասես արեցինք, բայց սաղ գնաց ավելնորդ կորավ, ոչ մեկ ոչ գնահատեց, ոչ տեսավ։ Չեմ ուզում ձեր գնահատականը, բայց չեն կարողանում հասկանում եք, սա անհնար ամեն օր Հայաստանից մի լավ լուրջ չլսեցինք այսքան տարի։ Մենակ վատ բան, էս ինչ կյանք է։ Մենք որ հպարտ ենք, որ մենք հայ ենք, որ հայրենիք ունենք, որ երկու պետություն ունենք, որ մենք Արցախ ազատագրեցինք, հիմա ինչով հպարտանանք։ Նիկոլով, Նիկոլի բոզը գնացել է Աֆրիկա, հպարտ ենք, հայ ժողովուրդ, էս ինչ լավ պորնիկ ունենք, ամենտեղ հասցնում է։ Ալեն Սիմոնյան դիսկացեկում պարագալի մերն էլ սենց մատնա ցույց տալի է հայ ազգին։ Ոայ, հպարտացեք հայեր։ Ինչից հպարտանանք։ Ռուբենյան Կոչեցյանն ասում է թուրքերի հետ ընկերություն անենք։ Պորնիկ Քաքինյանն ասում է հայկական եղերն եկեք նորից բանանենք, վերանայենք, կարողա չի եղել։ Դու թուրքից ես ծնվել, հասկանալի է, մոր տաննը սևդա է, թուրքի ծնունդ ես, բայց խո մենք չենք, որ թուրքի ծնունդ։ Մի վատ բան չզգացիք, հասկանում եք, ձեզ ստորացնում են ձեր ազգային ինքնությունը, ոտատակ են տալի, ձեն չեք անում, ով փող ուներ, հնարավորություն ուներ, ոչինչ չարեցին, ոչ մեկ, այս մեծահարուստները, մեր սփյուռքի մեծահարուստները, մեկը մի սենց մատին չխփեց, որ օգնի իր հայրենիքի, ոչ մի բան, դուք ոչ միայն Նիկոլին կսատկացնեիք, ես չգիտեմ, ինչ ասես կանեիք, ես չգիտեմ ինչ կանեիք, բայց ես չգիտեմ, երևի ասեմ հոգիներդ լուսավորվի տղաներ Նեմեսիսի, որ էլ չկաք, ինչ ասեմ հոգիդ լուսավորվի Թեհլերյան, որ դու չկաս էլ, գոնե մի Թեհլերյան լիներ մեր ազգի մեջ տար սատկացներ շան ծնունդին, շան ծնունդին չեք կարող սատկացրեք, իրա պորնիկին սատկացրեք, այս մնացածներին սատկացրեք, մի բան արեցեք, որ գոնե հասկանանք, որ վրեժխնդրություն գոյություն ունի, որ արդարություն կա այս աշխարհում, որ մեր ազգը չի մեռել, որ կա դեռ, ամոթ մեզ, ես մենակ մի բան գիտեմ, որ այս պորնիկի թուլեն սաղ քանդի, փշրի ոչնչացրի, ինչ որ մենք ստեղծել ենք տարիներով, սաղ վաճառեց, սաղ ինստիտուտները փակեց, ինչ որ այս պորնիկի թուլ են գնաց, Հայաստանում արունահեղություն է սկսվելու, շատ ահավոր։ Իրար մեջ, իրար են կոտորելու, դա 100%, որովհետև դառնացած մարդիկ սկսելուն սպանելու են մուսորներին, նրանց երեխեքին, նրանց կանանց, ես դա ասում եմ, որովհետև ես 100% դա լինելու է, ով որ մուսոր մարդ ունի, կարա կեսօրվանից գնաք, սպանելու են ձեզ, դա 100%, նույնիսկ չկասկածեք, դառնացած մարդիկ ձեզ սպանելու են, գիտեք չէ ոնց է լինում, այդ ամեն ինչը վարակիչ է, վախկոտությունն էլ է վարակիչ, ու քաջություն էլ չկա ոչ վախկոտ, ոչ քաջ ազգ, եթե վերևը քաջ է նստած, նա այդ ազգին քաջություն է ներարկում, եթե վերևը ոչխար է նստած, այս ողջ ժողովուրդը ոչխարանում է, որովհետև ամեն ազգի մեջ 10%-ն է իսկական ակտիվ ու ուժեղ, այդ 10%-ը միշտ իր հետևից տանում է այս մնացած ամբողջին, ամեն ազգի մեջ, մեր ազգի 10%-ը ուտել խմելով ման է գալի, ոտներներին չի, դրա համար այսօր ենք, իսկ 10%-ը դա ինտելիգենցիան է, դա մտավորականությունն է, դա դերասաններն են, դա կոմպոզիտորներն են, եւ այլն, այդ է 10%-ը, ազգի ուժը, հիմի, որ այդ 10%-ը սկսեց վրեժխնդիր լինել, այն մնացած ամբողջ, այն որ Նիկոլ են ցավը տանեմ, մեռնեմ կյանքի պարգալով ման են գալիս, այդ նույն Նիկոլ բղավողները պետք է նիկոլականներին սպանեն, այ հիշեք այս օրը, որովհետև ես միշտ ասել եմ եղել, ասել եք, չէ, չի կարող պատահի, ես ձեզ ասեցի Արցախը դատարկելու են, 2 շաբաթ հետո դատարկեցին, ես չգիտեմ էլ ոնց խոսամ, որ դուք հասկանաք, ուրեմն,
այդ Հայաստանում ապրող մուսորները սպանվելու են։ Բայց դուք չկարծեք, որ դուք գնացիք ուրիշ երկիր փախակ, այնտեղ ապրելու եք։ Ամենտեղ հայ կա։ Ամենտեղ հայ կա։ Դա Հայաստանի ոչխարները չեն, ստեղի հայերը ուրիշ են։ Ստեղ հայերի մոտ վախենում են թուրքերը ձեն հանեն։ Վախենում են, գիտեն թե մենք իրանց վրեժ խնդիր ենք լինելու։ Իրանցով են իհարկե դատում, վախենում են մեզ հետ խոսալ։ Ձեզ մոտ թուրքերը գալիս Երևանով տաշտուշ են անում, դուք փալաս եք, այդ զարմանալի չի։ Բայց նույնիսկ այդ փալաս մասան իր դառնությունը, ատելությունը գցելու է սրանց վրա։ Գիտեք ինչի, որովհետև իրանց հույսերը խափանվեց։ Ես Նիկոլից ինչի են սենց բռնած, որովհետև ամեն հավաքարարուհի դարավ հայտնի անձնավորություն, նկարվում է, YouTube ակցում, սաղ իրան, վայ, ինչ լավ ասեցիր, վայ, դու ապրես, ես անես, ամեն ոչնչություն, մտածես, դե Նիկոլը ոչնչություններ դարավ բան, վարչապետ, ուրեմն ես եկար, Նիկոլը իրանց երազանքն է, ժեխերի, հասկանում եք, այդ իրանց հայելին է, իրանց թվում է, իրանց կյանքում ոչ մի բանի չեն հասել, միակ բանը, որ հասել են, այդ Նիկոլեն, իրանց կարծիքով Նիկոլեն բերեն նստացրել ու չեն ուզում այդ երազանքից հրաժարվել։ Երբ որ ինձ գրում են, որ ինձ փող են տվել, դրա համար եմ խոսում, ես հասկանում եմ, որ այս սոված շները իրանցով են այս ամեն ինչը դատում, որ իրանց փող տային, իրանք կխոսային, իրանց թվում է, որ բոլորը այդ ձևի են։ Այսինքն հայրենիք սիրել չի կարել հենց այնպես, մենակ փողով են սիրում։ Լափամանից կանգնել է բժիշկ մարդուն, որ գնացել է այնտեղ, բժիշկ, հայտնի բժիշկ է Ռուսաստանում, միլիոնատեր մարդ է, ինքը իր կլինիկան ունի, եւ այլն։ Կանգնել այդ մարդուն ասում է, ինչքան են քեզ փող տվել, որ եկել ես այդտեղ Նիկոլի դեմ, քանի դրամ են, 500 դրամ են տվել, վայ, դու մեռնեք, սատկեք։ Այն պերաշկին է լափելով կանգնել է այդ կնիկը։ 100 դրամ են տվել, սրան եկել է Նիկոլի դեմ։ Ասեց այտիկին, դու գոնե գիտես ես ով եմ ընդհանրապես։ Ես 100 դրամանոց մարդ եմ, որ եկել եմ։ Քո կարծիքով ես 100 դրամի կարոտ եմ։ Բա ինչ է, լափամանից կտրվել եք, բա փողեր եկել եք, փողեր եք։ Ասեց տիկին ջան, ես ընդհանրապես սփյուռքահայ եմ։ Ես Հայաստանում չեմ ապրել երբեք։ Ես հայտնի բժիշկ եմ։ Ես կարիք չունեմ 100 դրամի։ Ուզում ես ես քեզ տամ 500 դրամ։ Հասկանում եք ով են սրանք։ Մի խոսքով, խոսալու տեղ չմնաց ու ցանկությունը չունեմ ճիշտ ասած։ Էշն ինչ գիտի գարունն ինչա, չէ նուշն ինչա, մեկ էլ էշ մի սատկի գարուն կգա, այդ նույն բանն է, էլի։ Ինչից խոսանք, ինչ էլ խոսած պատի հետ ես խոսում։ Թե նրանք, թե ես պատը, հա, պատի հետ խոսացի պրծանք։ Խնդրում եմ նման Ղուկասյանի եւ այլոց ոչ լուրջ մարդկանց մասին ինձ մի գրեք։ Չեմ ուզում ես դրանց մասին։ Ես նույնիսկ չեմ կարծում, որ նրանք արժանի են, որ ես նրանց մասին ինչ-որ հատուկ խոսամ։ Ճիշտ եմ ասում։ Այ, միգուցե ինչ-որ մի բան, մի լույս ծագի։ Տեսնենք։ Մնաք բարով։